Ալեն Սիմոնյանը փոխադարձաբար սպառնում է Ռուսաստանին, ասում է, եթե Ռուսաստանը հանկարծ թանկացնի գազի գինը, մենք անմիջապես դուրս կգանք հապկից եւ ԵԱՏՄ-ից, այսինքն եթե թարգմանեմ Ալեն Սիմոնյանի ասածը իրականում ինչ է ինքը ասում է, եթե Ռուսաստանը փորձի մեզ սպառնալ, մենք մեր աչքը կհանենք, հետո նորից փորձի սպառնալ, մենք մեր մի ոտը կկտրենք, հետո մի հատ էլ Ռուսաստանը փորձի սպառնալ, մենք մեր մի ձեռքը կկտրենք։ Սիրելի հայրենակիցների վերջո, որոշումը ձերն է, ընտրությունը ձերն է։ Ես նորից եմ կրկնում, ինձանից ավելի արևմտամետ եւ եվրոպամետ գործիչ ես շատ քիչ գիտեմ, բայց եւ նաեւ ես հրաշալի գիտեմ, որ Հայաստանը առաջիկա 100 տարում, մոտակա 100 տարում երբևէ չի դառնալու Եվրոպական միության անդամ։ Ես շատ լավ գիտեմ, որ հենց հիմա տևական ժամանակ Եվրոպական միության երկրներում էներգետիկ կրիզիս է եւ արդեն իսկ թե Գերմանիայում, թե Ֆրանսիայում, թե Ավստրիայում նախազգուշացվել է, որ ձմեռը կրիզիսը խորանալու է, այն Եվրոպայում, որտեղ միջին աշխատավարձը մոտ 1000 եվրո է, մեզանում գիտեք չէ, նվազագույն աշխատավարձը 78,000 դրամ է։ Հիմա եթե մենք պատրաստ ենք Ռուսաստանի ինադու մեր աչքը հանել, ինչ ասեմ, եկեք ամեն մեկս մի ձող վերցնենք, Ռուսաստանի ինադու մեր աչքը հանենք։